Արև ձեզ, կներեք եկել եք Սամվել Կարապետյանին աջակցելու։ Աջակցում եմ, բայց իր համար չեմ եկել։ Հա, ուրիշ գործով եք Սերժ Սարգսյանի համար եմ եկել։ Հասկացա։ Իսկ ինչ կասեք, օրինակ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, դուք ինչպես եք վերաբերվում։ Դե որ ստեղ ենք, ուրեմն կան։ Իշխանություններն ասում են Հայաստանում քաղբանտարկյալներ։ Ես ճիշտն ասած այդ իշխանություններին շուտվանից 18 թվից չեմ լսում։ Իրանք ինձ ասում են իմ համար ազդակա, որ դրա հակառակն է լրիվ Հայաստանում։ Փաշինյանն ասում է, ժողովրդի թեկնածուն եմ, ժողովուրդն է ինձ ընտրել, եթե դեմ են թող հեղափոխություն անեն, ինձ փոխեն։ Երևի ճիշտ ասում։ Իսկ արդար էին ընտրությունները, դուք լեգիտիմ համարում եք այս ընտրությունները։ Դե տեսանք բոլորիս աչքի առաջ ա եղել։ Լեգիտիմ չի, դե ուղղակի այդ բառերը ասում ենք, բայց քանի որ գործողություններ չկա, փաստացի իրանք են այսօր իշխանությունները, էլի անում են ինչ որ պիտի անեն, եկել են ինչ որ բան անելու համար շարունակում են անեն։ Դե հիմա եթե ժողովուրդը համապատասխան եզրակացություն կանի, ժողովուրդ ասած մեծամասնությունը իր ասած հեղափոխությունը կանեն, ուրեմն կանեն, եթե չեն անի, ուրեմն դատապարտված են, ինչ ասեմ։ Այն ծրագրերին, որ չգիտեմ ինչ որ արտաքին ավելի հզորից տարածաշրջանը, որ ինչ որ նախատեսած բաներ ունեն, իրանց բերած գործիքների ձեռով իրականացնում են ընդամենը։ Իսկ ազգային ժողովի աշխատանքներին հետևում եք։ Բավականին տպավորիչ։ Չէ, զուտ այդ բանը ինչ են այդ բանի լեզվով ասում, ռիլ են ասում, ինչ են ասում Facebook-ին, այդ բաների տեսքով եմ հետևում։ Շատ տհաճ, երկկողման է, այսինքն ես այսօրվա այն տիտղոսային ընդդիմությունը, որ գնաց այսօր ընդդիմություն դառավ, բացարձակապես էլի ժամանակը ցույց կտա, որ իրանք սխալվել են, եթե որոշ փողոցով գործողություններ չանեն, մենակ մնան ասենք այդ պարլամենտական լծակների հույսին, ոչ մի բան չի տա։ Այսինքն դուք փողոցային պայքարի կողմ եք։ Դե փողոցային պայքար ասածը, որ ժողովուրդը ֆիզիկապես մասնակցի քաղաքական պրոցեսներին։ Պետք է առաջնորդի այդ պայքարը։ Դե գիտեք, իշք առաջնորդելը մի քիչ եթե նշանակով է ալնում, չի աշխատում։ Դուք ում եք տեսնում, ում մոտ կհաջողվի այդ փոփոխությունը։ Դե համենայն դեպս Հայաստանում ունենց քաղաքական իրավիճակ է, որ ինչ-որ մի հատ քաղաքական ուժ իր ռեսուրսով չի կարա իրականացնի, բայց այն եթե էլի բազմաթիվ անգամ էլի կրկնվող բան պիտի ասեմ, եթե որոշակի չասեմ գաղափարական բաներ մի կողմ դնեն, ուղղակի այսօր ունենց իրավիճակը անվտանգային խնդիր է, եթե կարողանան համախմբվեն ինչ-որ գոնե 2-3 հարցի շուրջ կոնկրետանան դուրս գան փողոցը գեներացնեն, նաև ազգային ժողովում այդ նույն այդ падգամավորները իրենց ավելի ապահով ու լավ կզգան, որովհետև մենք 18 թվի օրինակով տեսել ենք, երբ որ փողոցը իսկականից հասավ կրիտիկականի, ազգային ժողովում այն ամենը 5 հոգյանոց խմբակցությունը դառավ ես չգիտեմ ինչ։ Այնքան տրամաբանական է, որ այդտեղ առանձնապես մեծ խելք ու ես չգիտեմ քաղաքական փորձառություն պիտի չունենաս, որ այդ ամեն ինչը տենաս։ Վերջ այսօր Փաշինյանն ասում էր, որ Տիգրանաշենը հայկական չէ։ Ինչ կասեք։ Դե գիտեք, ձեր մոտ անընդհատ հարցերը սկսվում է բանն ասում է։ Հայկական։ Փաշինյանն ասում է։ Ես չգիտեմ, չէ իմ համար չէ։ Իմ համար մեծ հայ գոյություն ունի ու ընդհանրապես Հայաստանի բոլոր տկներեք էլի։